Սիրելի հետևորդներ, տեսեք ոնց է բարձրացել։ Սիրելի հետևորդներ, նայեք, տեսեք ինչ լավ է ստացվել։ Սիրելի հետևորդներ, ուրեմն մեր շաքարակները թխվել է, ոնց որ տեսնում եք։ Տեսեք ինչ ընտիր կարկանդակներ ենք ստացել սիրելիներս, եմ հատեր հլափորձենք, ես փոքրիկը կկտրենք, ձեր մոտ կտրեմ, որ տեսեք ինչ փափուկ է ստացվել։ Թել, իրարից անջատ։ Եթե ուզում եք քաղցր լինի, քաղցրասեր եք, կարող եք ես մեկ ճաշի գտալ, շաքարավազ եմ ավելացրել, դուք կարող եք ավելացնել 2-3 ձեր ճաշակով։ Ես ինձ շատ քաղցր դուր չի գալիս։ Ընտիրություն։ Ողջույն իմ սիրելի հետևորդներին, ինչպես եք սիրելիներս, հույսով եմ, որ բոլորդ էլ լավ եք, ես էլ ձեր հետ միասին ճանաչված մնացած թերությունները։ Սիրելի հետևորդներ, ինչ ենք պատրաստելու այսօր, միասին պատրաստելու ենք թխվածքաբլիթներ, այս վերջերս մի քանի տեսակ թխվածքաբլիթներ եմ իրար հետևից պատրաստելու սիրելիներս, դե գնացինք ինչ է հարկավոր մեզ։ Իս թվում է երևում է, չէ։ Սպասի։ Գոգնոցը կապեմ։ Այդտեղ գոգնոցի չի լինել։ Գոգնոցը կապեմ ու գնացինք։ Ինչ է հարկավոր մեզ, լցել եմ 1 ճաշի կթար դրոշ, 1 ճաշի կթար շաքարավազ, լցնում ենք 1 բաժակ, 230 գրամանոց բաժակա կաթ և լցնում ենք կես բաժակ տաք ջուր, կաթը ասեմ, որ սառն է, իսկ ջուրը լավ տաք է, իրար հետ գումարած դառնում է գոլ ջուր։ Մի ճաշի կթալ ալյուր խառնում ենք, մի քիչ թխմոր հայլի, դրոշը հասունանա, նոր սկսենք մեր աշխատանքը, սիրելի հետևորդներ։ Դերանը ծածկենք, դե պտղունց է աղթնողացել է։ Դե թողնենք մեր դրոշը հասունանա, նոր սկսենք խմորը պատրաստել։ 10 րոպե երևի ոչ շատ։ Սիրելի հետևորդներ, խմորը պատրաստում ենք, ավելացնում ենք 1 սուրճի բաժակ բուսակային յուղ, երևի 4-ը գտալ կլինի։ Իսկ այս կարակը պետք է քսենք երեսին, խմորը բացենք, քսենք։ Ալյուր եմ ավելացնում, ասեմ, որ ալյուրն է մաղաց պատրաստ է։
պատրաստելու ենք պինդ խմոր։ Ինչքան հնարավոր է սրանով կխառնենք խմորը, երբ որ կպնդանա, արդեն կանցնենք ձեռքերով մուծել խմորը։ Շատ հեշտ բաղադրատոմսով խմորը։ Չէ բալի ավելացնենք, նորից ալու կմաղենք, եթե պետք կլինի։ Սիրելի հետևորդներ, արդեն սեղանին եմ լցրել խմորը, հավաքում ենք, ձեռքերս մի հատ ձեթոտեմ, որ չկպրի մեր ձեռքերին։ Եղած ալյուներ հավաքենք, մեր խմորը պատրաստ է, դնենք մի 30 րոպե հանգստանա, պետք չի, որ ինքը հասունանա, հետո իրան ժամանակ ենք տալու հասունանալու։ Քիչտեղ դուսայով լցնենք։ Կմիանանք մի քիչ հետո։ Ահա, սիրելի հետևորդներ, մեր 30 րոպե լրացավ։ Բաժանում ենք գնդերը։ Հիմա փոքրիկ գնդիկներ եմ պատրաստում, այսեց և շարունենք հերթականությամբ։ Մեկը փոքր եղավ, բայց հետո սրանցից եթե տնամ մեծա, կդնենք նրա վրա։ Եվ այսպես շարունակ սիրելի հետևորդներ, ձեզ շատ չզբաղացնեմ, մի քիչ հետո նորից կմիանանք։
Սելի հետևորդներ, հիմա մեկ բացում ենք։ Սկզբից որը դրել ենք, նա ենք բացելու։ Սա դնում ենք ստեղ մի կողմի վրան կարակ ենք կսում, ավեցրած կարակ կամ մարգարին, ոնց ցանկանում եք։ Այսինքն ավելի լավ այս բաները գնդերը լրիվ բացենք, նոր իրար վրա դնելով կարակը կսենք։ Լավ, այդպես կանենք, այս մեկը առաջինն էր։ Սենց անենք ձեռներով բացենք, որ ավելի հեշտ բացվի։ Դնենք մի կողքի վրա, սենց շարենք, հերթականությամբ, հետո սա դնենք մի կողմ, մի կողմ սիրելի հետևորդներ, մի քիչ հետո նորից կմիանա։ Սիրելի հետևորդներ, արդեն բոլոր գնդիկները բացել եմ, գնդերը։ Հիմա կարակ ենք քսում կամ մարգարին, ոնց ցանկանում եք։ Ես օրինակ քսում եմ Zolotaya молочный մարգարին։ Ինքը շատ լավն է։ Էս եմ դնում, այս առաջվա քսածը դնում եմ սրա վրա։ Այս են առաջի գունդեներ, քիչ բացենք, մի հատ էլ քսենք սրա վրա, դրանք այս մյուսը, սենց հաջորդաբար շարում ենք բոլորը։ Հավասարացնում ենք։ Հաջորդաբար հերթականությամբ բոլորը այսենց կարակը քսում ու շարում ենք իրար վրա։ Սիրելի հետևորդներ, տեղափոխվեցինք սինիի մեջ, հիմա ծածկում ենք, դնենք սառնարանը,
30 րոպե եւ սառի այդ կարակը որ քսել ենք, ինքը թացա չէ, չեք կարա գրտնակել։ Եվ սառի եւ հանգստանա։ Ասենց կծածկենք, կտեղափոխենք սառնարանը։ Սիրելի հետևորդներ, արդեն սառնարանից հանեցինք մեր խմորը։ Գրտնակով կբացենք։ Մի քիչ ալորցանանք ստեղ, որ չկտնի։ Հիմա կբացենք։ Դերին կրտնակը փոխենք, մեծ կրտնակը վերցրեցի, լավ բարակացնում ենք։ Հետևորդներ, լավ մեծ բացում ենք։ Կտրտում ենք շերտերի, բաժանում ենք շերտերի։ Մի քիչ ծուր, մի քիչ ոչինչ չի խանգարում, որ ծուռել լինի։ Ճիշտ եմ ասում էլի, որ ձախ ձեռքը չի աշխատում։ Առանց աչի հեչա։ Ոյ։ Ողջությունը պետք է պաշտպանենք։ Հետևորդներ կտրեցիք, հիմա ինչ ենք անում։ Լավ, ոչ, այս ծայրը թողտես չի խանգարում։ Հիմա այսենց հավաքում ենք։ Հավաքում շարում ենք ստեղ։
Սելի հետևորդներ, հիմա ինչ ենք անելու։ Սկզբից սա էր։ Հիմա սենց ենք անում և դնում ենք յուղաթղթի վրա։ Այս յուղաթղթի գույնը գիտես ինչի ասենց։ Ես մի անգամ եմ սրանով թխել, չեմ գցել և շուռ եմ տվել մյուս երեսը, որ մյուս երեսի վրա էլ թխենք։ Հիմա կասեք ես ինչ գծիպ կնիկես, էդ ինչա դրա եղածը, ոչ, ամեն ինչն էլ նշանակություն ունի, տանկինը պետք է միշտ էկոնոմիայով լինի։ Տանտան տեսուհին։ Այդ բոլոր ես ձևի շարելու ենք ու տնելու ենք, որ թողնելու ենք, որ ինքը որ մի քիչ բարձրանա ու նոր դնենք թխելու։ Տոչն էլ ջեռուցի տապակի չափսով էլ եղավ։ Մի քիչ իրարից հեռու դնենք, որ հասունանա, կկպնի իրար։ Շորով ծածկում ենք մաքուր սրբիչով, կարող ենք և սրբիչով չծածկել, ծածկենք սելելով։ Ու դնում ջեռուցը միացրել եմ 25 աստիճանի տակ, կդնեմ ջեռուցում շուտ հասունանա։ Ու ուղղակի հասունանա, հետո նորից կլիա։ Սելի հետևորդներ, հիմա ժամանակն է, որ ձուն կսենք և դնենք եփվի, տեսեք ոնց է բարձրացել։ Սա դնենք մի կողմի վրա։ Ջեռուցը դրել ենք տաքանա, թխելու ենք 180 աստիճանի տակ։ Չորս կողմերով կսում ենք։ Սիրելիներս, Ցանում ենք խունջուտ, սխալ ասեցի։ Եվ ուղարկում ենք թխելու։
ճնտիրայակը սիրելիներս։ Համի մասին էլ խոսք չկա։ Տեսեք, շերտերը իրարից անջատ է։ Սերի հետևորդներ ջան, դեսրանով վերջացնենք մեր հոլովակը, սպասում մեր թրջունի ձենը կտրենք։ Վերջացրեցինք մեր հոլովակը, եթե ձեզ դուր եկավ սիրելիներս, այս տարբերակը դուք էլ պատրաստեք, շատ հեշտ տարբերակ է։ Ինչ ա գնում, ոչ մի բան չի գնում, դրոշն եք ճաշի գթալ, շաքարավազ, մի պտղունց աղ, մեկ բաժակ, եթե ուզում եք ջրով պատրաստեք։ Եթե չէ կարող, մեկ բաժակ կաթ, կես բաժակ ջուր, այսինքն բոլորի միասին գոհ վիճակում։ Ստանում եք այս հոյակապ, խմորեղեն ասենք, կարկանդակ ասենք, ինչ անուն կարող եք դնել, բուլկի ասել, չէ դե բուլկի, չէ բուլկի ուրիշ է։ Սերիներս ինչ եմ ուզում ասեմ, իսկ ովքեր առաջին անգամն են դիտում իմ ալիքը, խնդրում բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը։ Կիսվեք ձեր մեկնաբանություններով, եթե պատրաստել եք ձեր մոտ ինչպես է ստացվել, եթե չեք պատրաստել դուքները տեկելա, պատրաստեք սիրելիներս, շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սիրելիներս, սրտիկների համար, ես ձեզ շատ սիրում եմ, դու դա գիտեմ, որ դուք էլ ինձ եք սիրում, իհարկե ոչ բոլորը, բայց դե գնացիք, ստեսություն ձեզ կհանդիպենք հաջորդ հոլովակին։